եզրահանգման եկած։ Դեռ որոշում չունենք, քննարկում ենք աշխատանքային 4 օրվա անհամաձայնություն չունենք։ Չէ, նկատում եմ պարոն Վարդևանյանին քննարկելու առումով չէր քննարկում։ Չէ, ընդհանուր աշխատանքային քննարկում, որտեղ 4 օր ազգային ժողովում ենք եւ բավականին ընտրություններ եւ աշխատանքային որևէ որոշում չկա։ Չէ, դեռ չունենք։ Դեռ ժամանակ ունենք դա քննարկել։ Ոչ, դեռ չունենք որոշում, դեռ չենք քննարկել, ունենք ժամանակ, պետք է լսենք ելույթներ, հարցեր, այսինքն պատասխաններ։ Աշխատանքային մեր քննարկումներ։ Բարեկրթությունը պահպանելու Ես հիմա շտապում եմ ինչ հորդորեցիք թիմակիցներին։ Հորդորելու անհրաժեշտություն չի եղել, մենք մեր ասել ենք պարոն Ռուբինյանը հայտարարել է եւ պահպանում ենք այդ հայտարարության տրամաբանությունը։ Պարոն Վարդևանյանի ելույթներից է կախված նաև նրանք կընտրի։ Այո, իհարկե, ելույթներից նախ հարց ու պատասխան դեռ չի ավարտվել, բավականին հարցեր կան եւ կլսենք, ըստ այդմ կորոշենք։ Դեռ որոշում չունենք, դեռ քննարկում էլի կունենանք, ըստ այդմ տեղեկացնեմ։ Դուք կտեղեկանաք, բոլորիդ կիմանաք, որովհետեւ խնդիր չկա։ Պետք է լոյալություն դրսևորի Տիկին Մանավազյան, որ կողմ քննարկեք։ Բայց հարց տվեցից։ Ես մենք քննարկում չենք ունեցել, որ ես ձեզ ասեմ ինչ հարցի վերաբերյալ լոյալություն։ Իմ անձնական պետք է իր խոսքը շատ, այսինքն հարցերին հստակ պատասխաններ չի տրվում։ Շրջանցելով պատասխաններ չեն տալի։ Եվ լիքը շատ այլ բաներ, որ կարևոր է եւ դեռ չենք քննարկել, ժողովուրդ չեմ քննարկել։ Դեռ չենք քննարկել, դեռ քննարկման չենք դրել այդ հարցը։ Մենք հարցնում, քանի որ հենց իշխանությունը այդ բարեվարկության ներողություն եմ խնդրում, բայց Պարոն Չախոյանի ելույթը երեկվա տեղավորվում է ես ուշանառում։ Մենք պատասխանեցինք եւ արձագանքեցինք նաեւ Ձեր համար ընդունելի է Չախոյանը արձագանքել է իրենց կուսակցության ղեկավարին։ Այլ բան է, թե հակառակ ուղղությամբ ինչ դուք ինչ եք հարցնում, ինչ է նման խոսույթը ազգային ժողովի դահլիճում վիրավորական հնչում։ Եվ բացի այդ հարցը փակված է, կարծում եմ մենք այդ հարցը քննարկել ենք եւ պարոն Ռուբինյանը եւ իրենց խմբակցության ղեկավարը հարցը փակել են։ Շնորհակալ։